Իսկ հիմա ես ուզում եմ խոսել այն ինչ որ մի 84 տարեկան կին, որ իր դուստրը աղջիկն NBC մեծ Ամերիկայով հսկա ալիքներից մեկն է, այդտեղ առավոտյան հաղորդավար էր եւ 20 տարի աշխատում է այդ հեռուստաալիքում, իր մայրը Արիզոնայում միայնակ էր ապրում, Tucson, Արիզոնայում մենակ ապրում էր, գնացել էր իր մյուս քրոջը, այսինքն իր դուստրին, որ Արիզոնայի ապրում, ընտրում է շաբաթ օր եւ հետո տուն է վերադառնում, ամենայն դեպս հետո տան մեջ կամերաներ են ունենում, բայց այդ կամերան Google-ի միջոցով ունենում են եւ հետո կանգնեցնում են այդ սերվիսը, ամենայն դեպս Google-ի մոտ ռեկորդ եղած է լինում, կարողանում են տեսնել, որ մի մարդ գալիս է մտնում է տունը, հետո ինչ է պատահում հայտնի չէ, բայց արյունն է, այս կնոջ արյունը գտնում են եւ նաեւ մեկ ուրիշի արյունը, որ թափված է լինում, այդպես քննում են, որ կարողանան FBI-ի ռեկորդի մեջ 22,000 ոչրագործ, երբ որ FBI-ը ձերբակալում է, իրենց արյան, այսինքն արյունը վերցնում են, բաղադրանքը այնտեղ ռեկորդ է լինում, տեսնում են ուրեմն այս մարդը ռեկորդ չի ունեց։ Իսկ հիմա նաև գտնում են, որ հետո իհարկե գալիս է պայուսակ է լինում իր ուսին եւ հրացան, ատրճանակ ավելի շուտ, հետո տեսնում են, որ կարծեք թե մի օր առաջ նաև եկել է այդտեղ ուսումնասիրել է, հետո գնացել է պայուսակ չի եղել, բայց նույն ակուստով, նույն մասկ, դեմքը ծածկած, ձեռնոց քաշած եւ այլն, որ ես հիմա ուզում եմ այստեղ ցուցադրել ձեզ, տեսնեք ինչ է պատահում, տեսնեք այս մարդն է, այդ վերջի վարքյանն է, որ եկել է տարեն է։ Մի տարենակ ատրճանակ կա իրեն, ամենաէժան պատյանն է գնած լինում, երևում է, որ այս անձը պրոֆեսիոնալ չի եղել։ 1 միլիոն, հիմա որ ոստիկանության հետ, որ FBI-ի հետ խոսել են, 1 միլիոն առաջարկել են, որ եթե տեղեկություն ստանան իրենց մայրիկի մասին, երկու դուստր ունի, մի տղա ունի, 500,000 նաև donation, նվիրատվություն են արել, այսպես ոչ շահադիտական կազմակերպության, որ երեխաներին են օգտանում, այս այդեան կամ գաղափարը, որ նվեր առաջարկեն, սկզբից ուզեցել են անեն, բայց իրենց ասում են մի առաջարկեք նախապես այդպես խոշոր գումար, եթե շատ սկզբում անեք այդ աշխատանքը, հետո խանգարի այդ մարդուն գտնելը, մարդկանցից ճիշտ տեղեկություն գտնելը, տեսնում եք այդ հաղորդավարն էր իր քրոջ եւ եղբոր հետ էր, այս անձնավորությունն է, որ տեսնում եք իր եկել է, իսկ այս նկարում տեսնում եք նախապես եկել է առանց ատրճանակ, առանց պայուսակը մեջքին աչում, այդպես տեսնում եք ատրճանակով եւ պայուսակը մեջքին է, այսպես տեսնում եք, այսպես տեսնում եք նախապես պատահելն է ծախը, նախապես կարողանում են այս նկարը նաեւ գտնեն, հիմա ասում են առավոտյան, երբեմն ասում են մի օր առաջ, նախքան ուրեմն այս կնոջ գողացմանը այդ նկարը նաև գտել են, որ ինչ մեծացավ, այստեղ տեսնում եք։ Իսկ այդ շրջանի փոլիսը ասում է, որ ինչ որ ասում են հայտնի չի, մենք չենք առաջարկում, որ այս նկարը ճիշտ պատկեր է, կարող է պատրաստված լինի։ Նորից տեսնում եք այս գաչին տեսնում եք, իր երկու դուստրերին տեսնում եք եւ այսպես փետրվարի 1-ին լույսի առավոտյան են գողացել իրեն, ուրեմն նախապես գտնում են։ DNA found, տան մեջ նաև այդ ով որ մտել է այդ տունը գտնում են բոլոր ազգականներին այս կնոջը հրավիրում են, որ կամ պոլիսին արյան բաղադրանք տան տեսնեն եւ գալիս են մեծ թվով իր ազգականները գալիս են իրենց արյունը տալիս են, որ չեք անեն, որ իրենց արյունը չի այդտեղ թափված է, այսպես շարունակում է փնտրել այս 84 տարեկան կնոջ։
Ես պիտի դադար վերցնեմ, երբ դադարից վերադառնամ, մի փոքր խոսեմ նախագահ Թրամփի այսօրվա State of Union, ուրեմն միության, Ամերիկայի այս նահանգների միության որպիսությունը վիճակի մասին բացատրեմ եւ ասացի ծրագրի ավարտին ավել մանրամասն պիտի խոսեմ այդ մասին։ Ծրագիրը հովանավորում է Էլին Մարտիրոսյանն է հովանավորում ծրագիրը, որը եթե accident եք ունենում, վիրավորվել եք, injuries, եթե ունեք, այս փաստաբանին հետ խորհրդակցեք, հեռախոսահամար բասարի վրա տեսնում եք, Մարտիրոսյանը ձեզ առաջարկում է, եթե որևէ վնաս եք ստացել, ձեզ պիտի հատուցում տրվի, մեքենայի վնաս, մարմնային վնաս, եթե դուք մեղավոր չեք, 611 North Brand փողոցի վրա է գտնվում, բայց անպայման նախապես ժամադրություն հարկավոր է։ Central Pharmacy հովանավորում է, Central Avenue Pharmacy հովանավորում է, որ իրենց կենտրոնը 30 տարի է դոկտորն աշխատում է Կալիֆոռնիա փողոցի վրային Գլենդելում, իսկ իրենց նոր կենտրոնը բաց են արել Sunland քաղաքում է, բայց անմիջապես Թահանգայի հարևանության է։ Եթե դուք ապրում եք Թահանգա, Sunland, Silmar, Simi Valley, այդ շրջաններում որևէ տեղ ապրում եք, անպայման այս տեղատունը այցելեք կամ զանգահարեք, հեռախոսահամար այստեղ վերևի համարը տեսնում եք, զանգահարեք, ձեր տեղերը կբերեն ձեր տանը։ Ծրագիրը հովանավորում է Երևան Post հովանավորում է ծրագիրը։ Երևան Post ամենաէժան օդանավով այսինքն ծանրոց ղրկել Հայաստանը $1.99 է, որևէ տեղ $2.99-ից ավել էժան չեք գտնի։ Երևան Post առաջարկում է մի pound-ը $1.99, մի ծանրոց եթե վճարեք նավով տանեն Հայաստան, 2 ծանրոց անվճար կարող եք ուղարկել, կարող եք իմ անունը տալ, որպեսզի գինը իջեցնեն ձեզ համար, եւ նաեւ գումար կարող եք փոխանցեք Հայաստան, 1%-ով կարող եք ձեր գումարը փոխանցեք Հայաստան, հեռախոսահամարը այստեղ գրված է, Granada Hills-ում է գտնվում, Երևան Post, ուրեմն հիշեք, օդանավով ընդամենը $1.99 է։ Ծրագիրը հովանավորում է Ես ուզում եմ խոսել State of Union-ի մասին, որը Ամերիկան Միացյալ Նահանգներ է, ուրեմն այդ միության որպիսության մասին, վիճակի մասին նախագահները տարեսկզբին, փետրվարին գալիս են զեկուցում են։ Իհարկե բոլոր ներկայացների տան անդամները, բոլոր սենատորները հավաքվում են ներկայացների տան սրահի մեջ, այնտեղ հյուրեր են ունենում, որ ծրագրի ավարտին պիտի նրանք ցույց տամ ձեզ, եւ նախագահը երկրի վիճակն է բացատրում։ Բայց որևէ տարբերություն չունի, եւ միաժամանակ պիտի հիշեցնեմ, որ մեկ նախարար գնում է մի ապահով տեղ են տանում, մեկ բարձրաստիճան գեներալ, մեկ գլխավոր դատարանի, այսպես Գերագույն ադյանի դատավորներից մեկին տանում են, ներկայացնի տան անդամներից, սենատորներից տանում են, որ եթե որևէ բան այդտեղ պատահի, կառավարությունը կարողանա իր աշխատանքը շարունակի։ Բոլորը այդտեղ են, հավաքված են, եթե մի տերորիստական ակտ լինի, ուրեմն պետք է երկիրը կարողանա շարունակի, այդպես ուրեմն պատրաստված են։ Իսկ այդտեղ ամենաապահով տեղն էր Ամերիկայում, գիտեք, որևէ օդանավ, հելիկոպտեր այդ շենքի վրայից չի կարող անցնի, եւ բավական երկար տարածք ամեն ինչը ոստիկանությունը կոնտրոլի տակ ունի, ոչինչ չի շարժվում, ոչինչ չի պատահում այդ ընդհանուր այդ տարածքում։ Ես հիմա ուզում եմ ցույց տալ ձեզ, սա ներկայացնի տան, որ տեսնում եք Ամերիկայի շուտով 250-րդ անկախության հռչակման տարին է, եւ նախագահ այդ մասին խոսեց, հիմա նախագահի հավանությունը
շատ իջած է 57%-ով մարդիկ չեն հավանում իր աշխատանքը սովորաբար այստեղ երբ նախագահը իր ճառն ասում է մի քիչ հավանությունը բարձրանում է բայց ամենայն դեպս հիմա աշխատավարձը բարձրանում է ինֆլեյշնը թանկությունը իջել է 2.4%-ի բայց ամենայն դեպս ավել բարձր է քան թե ինչ որ Federal Reserve Board-ը նպատակ ունի 2%-ի հասնի ուտելիքը ընդհանուր առմամբ թանկացել էր այս վերջին ժամանակ մսի եւ այդ պիտույքների այսպես դրսից ինչ որ ներմուծվում էր հարկ էին պահանջում դրանք վերացրեց նախագահ Թրամփը որովհետեւ շատ էր թանկացել այստեղ տեսնում եք ինչ որ ցեզ ասացի Գերագույն ադյանից ընդամենը 4 հոգի այդտեղ ներկա էին վերջին ժամանակ մի թերիֆը կամ հարկ ինչ որ պահանջում է այս դատավորները ասացին սա անօրինական է դրա համար Թրամփը իրենց այսպես ասաց որ սրանք Supreme Court-ի անդամները հիմար են եւ այդ շունիկի նման են այս երկուսը ինչ որ տեսնում եք Մինեսոտայում սպանվել էին այս մասին այսօր նախագահը բնավ այդ մասին այդ տարածքի մասին չխոսեց եւ խոսեց հետո քիչ հետո ցույց տամ թանկության մասին Ուկրաինայի մասին այդպես արտահայտություններ չեղավ այդտեղ Մդորը խոսեց որ ձերբակալել է այս անձնավորությունը այդ մասին խոսեց որ քիչ հետո նաև անդրադառնամ Իրանի մասին նաև խոսեց սա մեկ ներկայացուցիչ դեմոկրատ ներկայացուցիչի տան անդամ է որ բարձրանում է անցյալ տարի բողոքումները այս տարի էլ երբ նախագահ Թրամփ խոսում էր այս տարի էլ նաև այդպես հիմա ես քիչ հետո պիտի ցույց տամ տեսնեք որ նախագահը դա Թրամփը լինի սա դեմոկրատների ղեկավարն է որ այդ մասին որ ինքը ներկա կլինի թե ոչ որովհետև որոշ դեմոկրատներ ասել են չեն ներկա լինելու նախագահ հրավիրել էր նախքան հանդիպում ունենա հաքի թիմը Ամերիկայի ոսկե մեդալ է հաղթանակ է ունեցել տեսնում եք իրենց ընդունեց այդտեղ եւ նաեւ այդ հավաքի ժամանակ այս այնտեղ ելույթ ունեցան կանանցը նրանք էլ մեդալակիր են բայց ասացին ժամանակ չունեն կամ որովհետեւ ուրիշ ծրագիրներ ունեն այսպես նախագահը կանչել էր հրավիրել բայց չգնացին կամ չեկան այսօր մասնակցելու այդ հավաքին այսպես տեսնում եք այս կանայք էին որ մեդալակիր ունեն նաև ասում են սկզբից մենք ուրիշ հանդիպումների ենք ուզեցել այսինքն ծրագրերն ենք չենք կարողացել այստեղ տեսնում եք մի տարի առաջն է որ դատավորները մեծամասնություն կային եւ դատավորների ղեկավարին եք տեսնում Ռոբերտս այսինքն Supreme Court-ի նախագահ որ իրեն դեմ քվեարկեց նախագահը այստեղ տեսնում եք պատրաստում էր նախագահը այսօր առավոտից եւ նաեւ Այաթոլլահ Խամենեի մասին այդտեղ Իրանի մասին խոսեց ամենայն դեպս իրեն չեն հավանում 57%-ով նախագահին տնտեսության մասին որ ճիշտ չի տնօրինում հավանում են իրեն այդ աշխատանքը 41%-ով հարցրել են ինձ է ցույց տալի Խամենեին եք տեսնում որ հինգշաբթի օրը պիտի Իրանի հետ բանակցության մեջ են վերջին օրն է թվում է որ կարող է մի համաձայնության կան նախագահ Թրամփ ասում է Իրանը ցանկություն ունի ավել շատ ցանկություն ունի դիլ ունենա կամ մեզ հետ համագործակցի կամ համաձայնության կա քան թե ես եմ ուզում եւ միայն չեն կարողանում արտահայտվեն ճիշտ եւ մենք թույլ չենք տալու ատոմական ռում կամ զենք ունենա Իրանը ասել է նախագահ Թրամփը սա նախագահի ցանկությունն էր այստեղ նաև քիչ հետո կտեսնեք տեղում է Էրիկա Քըրքը որ այս
Քրկը այստեղ տեսնում եք Չարլի Քրկին, որ շատ պահպանողական թևին պատկանող մի երիտասարդ էր, իրեն թերորի ենթարկեցին, բայց իր կինը երբ քիչ հետո պիտի ցույց տամ այդտեղ ներկա էր Չարլի Քրկի կինը, Էրիկա Քրկը այնտեղ ներկա էր։ Ամենայն դեպս ինչպես որ ասացի, նաև նախագահ Թրամփ այս վերջին ժամանակ բոլոր զինվորականներին ամեն մեկին նվիրատվություն արեց, ասել էին, որ $1775 կարելի է իրենց գումար տալ Ամերիկայի զինվորականներին։ Նախագահ Թրամփ ասում է, ես ասացի $1 ավելացրեք, որ դառնա 1776, որը համընկնում այն տարվան, որ Ամերիկայի անկախության հռչակումը, այսինքն ժողովուրդը բացահայտեցին, գիտեք, հետո մի քանի տարի հետո էր, որ առաջին նախագահը ընտրեցին Ջորջ Վաշինգթոնին։ Ես ուզում եմ խոսել, խիստ ձյուն է տեղի ունենում Արևելյան նահանգներում, դեռ շարունակում այսօր 11,000 թռիչք այս վերջին օրերից քանսել է եղել, թռիչքները քանսել են եղել։ Այստեղ տեսնում եք Մասաչուսեթ եք տեսնում 3 ֆիտ, մտածեք 90 սանտիմետր ձյուն է իջել։ Տեսեք ձյունը հիմա շենքի բարձրունքից կտորները թափվում է, այսինքն անձը կարող է վտանգի մեջ լինի, այս ցուրտ է, այսպես տեսնում եք ջրի չի վերածվում, այսպես տեսեք ձյունը Արևելյան նահանգներում խիստ բարդություն է ստեղծել եւ թռիչքները քանսել են եղել, այստեղ տեսնում եք զինվորականներին, որ ծնակնդիկով իրենց խփում են եւ Նյու Յորքում հիմա այս նոր ընտրյալ քաղաքապետն է երիտասարդ, որ ասում է, որ այդպես չի կարելի 39 տարածքներում դժվար կացություն, այսինքն ձյունը անգամ բարձրացել է 30 ինչ սնո, տեսնում եք 75 սանտիմետր կամ ավելի, տեսնում եք ձյունը կուտակել են իրար վրա, 75 սանտիմետր կամ ավելի եկել է, դեռ ձյուն է իջնելու, բայց ավել քիչ քան թե նախկինում, 2 հոգի մահացել են, որտեղ այսան հետևանքով ծառը կոտրվել է, ընկել է անձիքի վրա, սպանել է 2 հոգու։ Նյու Յորքում եք նորից տեսնում տեղի ունեցող անընդհատ մաքրում են, ասացի 11,000 վերջին օրերից թռիչք քանսել են արել։ Հնարավորություն չկա Արևելյան նահանգներում հեռու տեղեր գնալ, այսինքն օդակայան գնալ եւ դժվար կացություն է տիրում։ Դրա համար թռիչքները խանգարված են նաեւ Լոս Անջելեսում, ուրիշ տարածքներում, եթե դեպի Արևելյան նահանգները եւ քաղաքները պետք է գնային, այստեղ նաեւ ժողովրդին ասում են օդանավակայան մի եկեք, որովհետեւ չենք կարող ձեզ տանել Արևելյան նահանգներ, տեսնում եք սա Providence, Rhode Island եւ Նյու Յորքը, Բոստոն խիստ ձյուն է իջել, այսպես տեսնում եք 90 սանտիմետր եւ ասացի ամենադժվար կացությունը նրանք որ թռիչքներ ունեն, տարբեր տարածքներ, եթե պիտի գնաք, նախապես չեք արեք, որպեսզի չգնաք, ստիպված լինեք վերադառնաք։ Ծրագիրը հովանավորում է Court Furniture հովանավորում է ծրագիրը, Central եւ Մրթելի հատման կետում է գտնվում Court Furniture-ը։ Court Furniture-ը ամենամեծ ֆուրնիչերի խանութներից մեկն է։ 100-ից ավել խանութ ունի, բիլիոնատերի է պատկանում, որ իրեն ամենափոքր բիզնես այս 100-ից ավել ֆուրնիչերի խանութներն են, Գլենդելում Central եւ Մրթելի հատման կետում է։ Եթե նոր մատրես պիտի գնեք, գրասեղան եք ուզում, պահարաններ պիտի գնեք, մահճակալ պիտի գնեք, այսպես այցելեք Central եւ Մրթելի հատման կետում 405 freeway եւ Euclid, Orange County-ում, նրանք Orange County-ում դիտում են այս ծրագիրը, Santa Ana-ում, Miami-ում, Նյու Յորք քաղաքում, Նյու Յորք նահանգում ուրիշ կենտրոններ ունեն, Կալիֆոռնիայում խանութներ ունեն տարբեր քաղաքներում,
անպայման զանգ արեք, տեսեք որը կլինի ամենամոտիկ ձեզ։ Տրակերը հովանավորում են դոկտոր Բարսեղյան եւ Մահտեսյան հովանավորում են, երկուսն էլ ատամնաբուժներ են, իրենց ատամնաբուժարանը գտնվում է Ալիվ եւ Գլենոքս փողոցի հատմանկետում Բրբանքում, Գլենդելին շատ մոտ է։ Բայց ժամադրություն հարկավոր է, զանգ արեք այս հեռախոսահամարին եւ ժամադրություն վերցրեք, եթե որևէ հարցեր ունեք ատամի հետ։ Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Եթե դուք վարձակալ եք, վարձել եք մեկ ապարտման կամ վարձել եք առանձնատուն, այդ բնակարանը պետք է բնակելի լինի, այսինքն պահարանը բացում եք միջատներ չպիտի գնան, բարձրանան, իջնեն, տանը մրջուն չպիտի լինի, մուկ չպիտի լինի, եթե այդպես է, ձեզ պետք է հատուցում տան, դուք ոչինչ չեք վճարում, մինչև փաստաբանը կարողանա գումար վերցնի ձեզ համար, հետո իրեն կվճարեք, ուրեմն բոլոր խորհրդակցություն, աշխատանքի համար ոչինչ չեք վճարում, մինչև ինքը կարողանա հատուցումը ձեզ համար վերցնի, զանգ արեք այս հեռախոսահամարին կվերադառնա։ Օհայո նահանգում մեկ ոճրագործ կորում է, պոլիսը այդ շրջանը, ուր որ մեքենայով է լինում իհարկե, մեքենայից իջնում է ու փախուստ է տալիս, ու ոստիկանությունը այդ շրջապատեն են, այդ տարածքը չեն գնում գտնեն։ Հանկարծ այս աղբի մեքենան է, այս անձնավորությունը գիտեք աղբերը վերցնում է, լցում է մեքենայի մեջ, Կալիֆոռնիայում տարբեր է, աղբը մեքենան վերցնում է, վերևից լցում է, Արևելյան նահանգներում այսպես է, որ այս աշխատողը իջնում է աղբը, դատարկում է այս հետևում, հետո մեքենան այնպես է, որ այդ աղբը քաշում է ավել առաջ, սեղմում է։ Ուրեմն այս աղբը, որ լցում է, այդ թիակը, որ բացվում է, հիմա տեսնեք ինչ է պատահում, տեսնում եք մեկ անգամից, տեսնում եք մեկը այդ միջից դուրս է գալիս, սարսափահար փախնում է, այս աշխատողը վախից փախնում է, պոլիսը, որ փնտրում էր, ասում էր մարդ կա այստեղ, տեսնում եք, բայց այս ոճրագործը դուրս է գալիս, ոտքով կարողանում է փախուստա, բայց մի քիչ տևում է, մինչև պոլիսը կարողանում է իրեն գտնի, ձերբակալի ու տանում են police station։ Ես ուզում եմ խոսել նաև երկու հսկաներ, Warner Brothers, տեսնում եք այստեղ այս Warner Brothers-ը ընկերություն է, որ վաճառքի է, եւ Paramount-ը եւ Netflix-ը, Netflix-ը սկզբից եկել էր առաջարկել 76 բիլիոն, մի քիչ շատ 76.5 բիլիոն էր առաջարկել, իսկ հանկարծ Paramount Pictures-ը նաև հետաքրքրվեց, նրանք էլ մտան այս երկուսը հիմա management-ը Warner Brothers-ի ցանկություն ունի, որ իրենք վաճառեն Netflix-ին։ Իսկ իրենց հիմա Paramount-ը հանդիպեն է stockholder-ներին, նրանք որ փայատեր են, որ ասում են, որ մենք ավել կառաջարկենք։ Այսպես որ Netflix ասում են մենք էլ ավել գումար կառաջարկենք, այսինքն 80 բիլիոնից նաև ավել կարող ենք առաջարկել, այս երկու ընկերությունները խիստ այսպես մրցության մեջ են։ Այսպես տեսնում եք Warner Brothers վաճառքի է տրված, որ շատ երևի ֆիլմեր եք տեսել, Paramount-ն եք տեսնում եւ ասացի մյուսը Netflix-ն է, որ ֆիլմեր է ցույց տալիս եւ այսպես երկու մեծության պայքարն է տեղի ունենում Warner Brothers-ի գնման համար։ Ես ուզում եմ նաև խոսել մեկ Լոս Անջելեսում downtown-ում տարածք կա, որ ծաղիկներ, այս ծաղիկներ ինչ-որ խանութներում տեսնում եք, բոլորը գնում են downtown այդ շրջանից մեծականակ ծաղիկի վաճառող տարածք է downtown-ում, եթե դուք նաև մեծ քանակով հարկ եղավ ծաղիկ կնեք, այդտեղ downtown-ում այդպես է կոչվում է Flower area-ն է կոչվում, կամ Flower District-ը կոչվում է downtown-ում, եւ ես ուզում եմ ցույց տալ, տեսնեք, մեկ մեքենա դրսում accident է ունենում, մեկը գալիս է գտնում է այս ծառին, ինչ որ տեսնում եք, սա այսօր 12:30 րոպե պատահերներ
Flower District-ը downtown-ում 5 հոգի վնասվում են այս վիճակից, երկուսի վիճակը բոլորին 5-ին տանում են հիվանդանոց, երկուսի վիճակը շատ վատ է, հույս ունենք, որ կվերականգնեն իրենց վիճակը հիվանդանոցում իրենց հոգ կտանեն։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից պիտի խոսեմ ամենամեծ drug dealer-ը կառավարությունը Մեքսիկոյի նախագահ Թրամփի ճնշման տակ աշխատանք են տանում, որ վերացնեն այս drug dealer-ներին, այս ցուցադրեմ եւ տեսնեք իր կողմնակիցները ինչ արին այս վերջին քանի օրը ծրագիրը հովանավորում է Orange Shipping հովանավորում է ծրագիրը Orange Shipping ձեզ է առաջարկում մեկ ծանրոց եթե իրենց անձնեք երկրորդը կես գնով կտանեն Orange Shipping գտնվում է Sherman Way North Hollywood մի փանդը եթե ծանրոցը ղրկեք օթանավով ղրկեք $2.99 է նաև գումար կարող եք փոխանցեք Հայաստան 1% տանը հասցնեն 2% են ընդամենը ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը աչքի վիրահատող բժիշկ է անձնավորություն է իր Գլենդելում գրասենյակը գտնվում է Ջաքսոն եւ Քոլորադո փողի ճիշտ հատման կետում է գտնվում սա իրեն հեռախոսն է Գլենդելում իսկ Orange County-ում նաև իր նոր ագնաբուժարանը բացել է այնտեղ, որը գտնվում է Costa Mesa քաղաքում է գտնվում։ Հեռախոսը այնտեղի համար սա է, զանգարեք ժամադրություն վերջեք։ 31 տարվա փորձառություն ունի, իրեն օգնականներ ունի, բժիշկներ եւ ուրիշ բժիշկուհիներ օգնում են իրեն որևէ հարց աչքի հետ ունեք զանգարեք այս հեռախոսամարին, եթե Orange County-ում եք բնակվում։ Ծրագիրը հովանավորում է նաև Primate Pharmacy հովանավորում է ծրագիր։ Primate Pharmacy գտնվում է Glenox փողոց եւ Highland փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում 818 600 777 հեռախոսը համարն է։ Glenox փողոց եւ Highland-ի հատման կետում։ Իրենք ձեր տեղերը կարող են տանը բերեն կամ դուք գնացեք տեղատունը ծանոթանալու այդտեղ տեղագործի հետ աշխատողների հետ ծանոթանալու համար։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Մարտին Ստեփանյանն է հովանավորում ծրագիրը։ Եթե որևէ գեղագիտական հարց ունեք, գործողություն պիտի կատարեք, ճակատի, որևէ հարց ունեք դեմքի հետ, զանգարեք այս հեռախոսահամարին եւ ժամադրություն վերցրեք։ Գտնվում է Chevy Chase փողոցի վրա։ Այս Glendale Adventist-ի բժշկական շենքի մեջ է։ Այդ տարածքի մեջ է բժշկական շենք ունի Adventist-ի վանդանոցը, այդտեղ է իր գրասենյակը կվերադառնա։ Մեքսիկոյում աշխարհի ամենամեծ drug dealer-ը որ ֆենթանոլ են բերում այստեղ եւ ֆենթանոլ գիտեք շատ զոր թմրեցուցիչ է եւ այսինքն մարդիկ օգտագործում են մահանում են նաեւ կոկեյնը Մեքսիկոյից է գալիս այստեղ բայց այնտեղ այնքան հզոր են այս կազմակերպությունները որ կառավարությունը իրենց հետ կորց չունի եւ նաեւ ոմանք մեղադրում են որտեղ բիլիոնավոր դոլար այդ գումարները հոսում է Մեքսիկոյում հազարավոր մարդ է իրենց համար աշխատում ու իրեն գումար են ծախսում ուրեմն օգնում է դրա համար կառավարությունը բայց նախագահ Թրամփի ճնշման տակ այն նախագահը Մեքսիկոյի կարողացան Ամերիկայի CIA-ի միջոցով գտնեն ամենամեծ drug dealer-ին իսպանախոս կամ մեքսիկացի իսպանախոս գտնելով իր ընկերուհիներին անդրադառնան որ որտեղ է թաքնված այս անձը եւ գնում են հարցակում են այդ տարածքի վրա եւ պատկերացրեք 30 իր թիկնապահներից մահանում են 25 զինվորական է մահանում այս հարցակման վրա ոստիկանությունը այնտեղ ինչպես երրորդ աշխարհի երկրներում կաշառք են վերցնում հաճախ լուր են տալիս որ մենք գալու ենք հարցակվելու այս անգամ ավել կազմակերպված են արել չեն ասել ուր են գնում հետո
վերջին ժամին կամ վայրկյանին ասել են այս տարածքն որ գնում են կարող է դրա համար կարողացել են այս մեծ դրագ դիլերին, որ եթե այստեղ հիմա ցուցադրեն, տեսնում եք այս Ամերիկան, այսինքն իրենց օգնել է եւ կարողացել են գնան եւ El Mencho անունով այս մեծ դրագ դիլերին նրանք նաև մեքենաներ են հրդեհել, կրակել են, մեծ վնասներ են հասցրել եւ դրա համար է տուրիստներին բոլորին, ով որ Մեքսիկո շատ են գնում, ասել են հոթելում մնաք, մի դուրս մի եկեք, տեսեք այսպես ինչ է տիրում եւ այսպես զինվորականներն են, մեքսիկացի զինվորականներն էին, որ ասացի գնում են եւ այս El Mencho-ին գտնում են, սպանում են իրեն ամենամեծ դրագ դիլերն էր, իհարկե տարիներ առաջ մեկ ուրիշ մեծ դրագ դիլերի ձերբակալեցին Ամերիկա բերին եւ այսպես տեսնում եք օդանավակայանում է սարսափահար մարդիկ գնացեն օդանավակայան, բայց թռիչքները չկար։ Մեկ օդանավ տեսնում եք այստեղ որ կրակել էին, բայց մեքենային վնաս չի ասել այս American Airlines-ը տեսնում եք վնասել։ Ես ուզում եմ շարունակել հիմա խոսել տեղերի գնի մասին խոսեմ, որ երկու նոր տեղեր ինչ որ օգտագործվում է վագովի, տեսնում եք որ ախորժակը իջեցնում է անձը եւ այսպիսով կարողանում է եւ օզեմփիկը եւ երբ անձը կշիռը կորցնում բնականաբար նրանք որ կշիռը շատ բարձր է շաքարախտով նաեւ տարապում են ուրեմն օգնում է այս տեղերը թե կշիռ իջեցնել թե շաքարախտը կոնե մեղմանա իրենց մոտ հիմա շատ թանկ տեղեր են եւ հիմա տեսնում եք 50%-ով վգովին գինը բացացրել է $675 է դարձել այս տեղը եւ օզեմփիկը 35%-ով գինը իջել է տեսնում եք այս կառավարության աշխատանքը տեսնում եք որ կարողացել են համաձայնության կան այս տեղերի օգտագործման համար, բայց մյուս տարի թվում է որ կարելի է այսպես գիներով վերցնել այս տեղերը, առայժմ գինը տեսնում եք այստեղ։ Ես մի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից այս նախագահի երկրի վիճակն էր բացատրում այսօր, դրա մասին մասամբ խոսեմ, կիրակի օրը ավել մանրամասը պիտի խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Դոկտոր Փարքր Ջահանգիրն է հովանավորում, եթե ալերգի եւ ասմայից նեղվում եք, այս հեռախոսը համարին զանգարեք։ Համազգային Սայադ Նովա մեծ երգչախումբը կազմակերպել է համերգ, տարեկան համերգ, annual concert, տեսնում եք։ Նունե Եսայանն է այդտեղ դինելու, նաեւ աղորդաբար, այսինքն ղեկավարելու այդ գիշեր խնջույքը Նունե Ավետիսյանը շաբաթ մարտի 21-ին ուրիշ արվեստագետներ նաև այդտեղ են լինելու դուք կամ կարող եք սայթի միջոցով ձեր տոմսերը ապահովեք Alex Theatre-ում տեղի ունենալու կամ զանգարեք պաստառի վրա երևացող հեռախոսա համարին մարտի 21-ին է լինելու Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը Hollywood Piano-ն Ամերիկայի ամենախոշոր դաշնամուրի խանութն է 600 դաշնամուր է այդ երկու հարկի մեջ 25000 square foot տարածք է մի երևի թանգարանի նման է տարբեր դաշնամուրներ կարող եք տեսնել $1000-ից սկսված մինչև $500,000 դաշնամուր կգտնեք այդտեղ Raffi's Market-ն է հովանավորում ծրագիրը Raffi's Market գտնվում է Բրբանքում Գլենդելի արևանության իրենք պատրաստի ճաշ ունեն եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու Անրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը Դոկտոր Իբրահիմի հովանավորում է ծրագիրը սա հեռախոսը համարն է գրասենյակներ իրեն գտնվում է Orange County նաև Գլենդելում 616 իսկ Colorado եթե թաթի վրա թաթի տակ վերքեք քայլում եք շնչասպառ եք լինում այս հեռախոս համարին զանգեք Սոնաֆե տարիցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը իրենք բաս ունեն մինի բաս ունեն ցած կտանեն ու կվերադարձնեն կվերադառնան
Այսօր հավաք է տեղի ունենում ներկայացների տան մեջ է սա, որտեղ ավել մեծ աթոռներ, ավել մեծ տարածք է, սենետ ավել փոքր է իր սրահը, հիմա բոլոր ներկայացների տան անդամները հրավիրված էին եւ սենեթերները այստեղ։ Իսկ այստեղ էր նաեւ բոլոր նախարարները կային այստեղ եւ զինվորական բարձրաստիճանները եւ նաեւ Supreme Court-ի Գերագույն ադյանի անդամներ։ Ամեն այս մարդկանցից ինչ որ թվեցի մեկ սենեթեր, մեկ ներկայացների տան անդամ, մեկ բարձրագույն գեներալ եւ դատարանի Գերագույն ադյանի Supreme Court-ի դատավորներից մեկը եւ բոլոր ամեն ինչ որ կա մեկ հոգու տանում են, շատ ապահով տեղ մնում է։ Նախագահը այստեղ երկրի վիճակն է բացատրում եւ միշտ այդտեղ ասում են state of union is strong, երկիրը լավ վիճակի մեջ է։ Բոլոր նախագահները նույն նախատեսությունն են ասում։ Հիմա այդտեղ դեմոկրատները մի կողմ են նստած, ռեփաբլիկանները մի կողմ։ Կտեսնեք այնտեղ ուշադրություն, եթե դարձնեք, իհարկե նախագահները բոլորը կարդում են։ Երկու էկրան է տրված, մեկ էս կողմը նայում կարդում են, հետո մյուս կողմը։ Բոլոր նախագահները նույնն է։ Իրենք մի բառ մոտավորապես ավել չեն ասում, ինչ որ գրված է, դա են կարդում։ Բայդենը, Օբամա, Քլինթոնը, Ջորջ Բուշ եւ այլն բոլորը, նույն Թրամփը այդ աշխատանք կատարում են։ Հիմա նախագահ ռիփաբլիկան է, ինչ որ նախագահ ասում է, ռիփաբլիկանները կանգնում, ծափահարում են, երկար ժամանակ ծափահարում են։ Դեմոկրատները լուր էին։ Այն ժամանակ որ Բայդենն էր, հակառակը։ Դեմոկրատները բարձրանում էին, աղմկում էին, ծափահարում էին նախագահ։ Բայդենի համար ռեփաբլիկանները լուր էին մնում։ Հիմա ես ուզում եմ ցույց տալ, որպեսզի դուք տեսնեք ինչ է տեղի ունեցել այսօր եւ ամենաերկար ճառը նախագահ ասեց 1 րոպե 48 վայրկյան 48 րոպե 1 ժամ 48 րոպե։ Այստեղ տեսնում եք նախարար էր ինչ որ անցավ, մնաց մյուս նախարարներն ինչ որ գալիս են, այստեղ Health and Human Services-ի նախարարը Քենեդին է ներս մուտք գործեցին այդ միասնական ժողովին, այսպես տեսնում եք նկարվում են եւ այլն, այնտեղ ընդհանուր առմամբ մի բան չի ասվում կարևոր, այս հավաքները հիմա Թրամփը լինի, նախկին ուրիշ նախագահներ են, բոլորը ասում են, որ երկրի վիճակը լավ է, երկրի վիճակը ինչ է եւ գովասանքով խոսում են իրենց աշխատանքի մասին, այսինքն ոչինչ մի բան տեղի չունենա։ Մելանիային եք տեսնում նախագահ Թրամփի, որը պատշգամբի վրա այնտեղ եւ հյուրեր են կանչում, իր 2-3 տղաներին եք տեսնում այդտեղ նախագահ Թրամփի եւ իր դուստրն էր այդտեղ, իր փեսան էր այդտեղ, որ գովասանքով խոսեց իր փեսայի մասին, որ գնում է աշխարհի, սա դատավորներն են, որ ընդամենը 4-ն էին եկել։ Այս վերջին ժամանակ թերիվ հարկ որ պիտի պահանջեին, այս դատավորները ասացին անօրինական է նախագահի, հերթով են կանգնել, քանի տարի ծառայեն էին այդտեղ։ Միայն Ռոբերտսի հետ միշտ դատավորների հետ ծերնվում են նախագահները, որտեղ բարգացած էր, հիմա լսենք այստեղ The President of the United States. Հայտարարում է, որ պրեզիդենտը մուտք է գործում, այսպես տեսնում եք պրեզիդենտ Թրամփ գալիս է, բոլորը շատ կարևոր է, որ անձը այս ներկայացնի տան եւ սենեթի անդամները գիշերը կնում են, մնում են, որ այդտեղ որ նախագահ գալիս է, իրենք այդտեղ լինեն, որ նախագահի հետ ձեռք տան, իրենք TV վրա լինեն, մարդիկ տեսնեն, նախարարները գալիս են, նախարարների հետ ձեռք տան, տեսնում եք երկու կողը կզվում են, որ նախագահի եւ այստեղ շատ կարեւոր աթոռ է, ասացի առավոտ շուտ պետք է եթե այդտեղ չի կարող ուրիշի տնի իր աթոռը պահի, ինքը պիտի գնա այդտեղ։ Սրանք իսկ մյուսները, եթե ուրիշ տեղ եք նստում, մի կողմը ռեփաբլիկան է, որոշված է մի կողմը դեմոկրատ, կարևոր չի, այսպես տեսնում եք։ Այնտեղ Պաշտպանության նախարարությունից կամ գեներալներն եք տեսնում, օթույժ եւ այլն, բոլորը այդտեղ են, նախագահը բոլորին ձեռք է տալիս, բարևում են իրեն եւ
նախ ժողովուրդը նա immigration-ի հարցը Թրամփը ինչ որ ունի, որ ինքը գնահատանքով խոսեց այդ մասին, ասաց որ լրիվ դռները փակեր են, նախապես մարդիկ գալիս էին այս երկիր, որ այդ մասին հետո մանրամասը պետք է հետո ցույց տամ ձեզի, ասում են հիմա 0 սահմանից անօրինական չի կարողանում ներս մտնի այստեղ։ Եվ մեր երկիրը ավել հիմա վերադարձել է, ավել հզոր է դարձել, ավել լավ է դարձել եւ ավել հարուստ ենք դարձել եւ ավել քիչ քան թե 5 ամիս տեսնում եք մի բան է ասում ռեփաբլիկանները համաձայն են այստեղ նաեւ Մելանիային ծանոթացրեց նախագահը բարձրացավ Մելանիան իր համար ծափարեցին ասում է 5 ամիս մնացել որ 250-րդ տարի այսինքն այս երկրի անկախության հռչակությունը տոնենք այդտեղ խոսում էր մենք ասում է որ ոսկե դարն է Ամերիկայի ես 12 ամիսից մի քիչ ավել եկել եմ այնքան վատ վիճակում էր երկիր ասում է նախագահը իհարկե շատ վատ վիճակում էին եւ ամեն ինչ փոխել եմ հիմա շատ ավել լավ է մեկ տարվա ընթացքին ամեն ինչը դեպի լավ է եւ ավել լավ կլինի եւ ոչ ոք ինչ հիմա չի տեսել այս երկիրը այսպես գոհացուցիչ կամ լավ վիճակում չի տեսել սահմանը շատ ապահով է մարդկանց եկամուտը շատացել է թանկությունը իջել է ասում է նախագահը իհարկե սահմանը շատ ապահով է ֆենթանոլը անօրինական այդ թմրեցուցիչը գալիս էր 56%-ով պակսել է սպանությունը որևէ ժամանակ այսքան քիչ եղել ում որ տեսնում եք եկան հակի թիմն է որ տղամարդկանց հակի թիմը որ 46 տարի առաջին անգամ լինելով մեդալի են արժան ոսկե մեդալին են արժանացել այդտեղ մուտք են գործում վերջին ժամանակ նախագահ իրենց հրավիրել էր առավոտ իրենց հանդիպել էր բայց տեղ չունեին որ նստեն դրա համար տեսնում եք աստիճաններից իջան նրանք ասում է նախագահը բենզինը շատ իջեցրել ենք $6 էր բենզինը հիմա $2-ից պակաս է այստեղ որոշ մարդկանց հրավիրել են գնահատում են իրենց այդ քիչ հետո կտեսնեք երկու զինվորականներ որ Վաշինգտոնում պաշտպանում էին այդտեղ ծառայում են այսինքն մեկը սպանել էր Աֆղանստանից մեկը որ ծառայել էր ամերիկացիներին Աֆղանստան հրավիրներին այստեղ այդ երկու զինվորներին էր գնահատում էր որ մեկը ողջ է մեկը մահացել այստեղ տեսնում եք Երագոն Հատյանի Ռոբերտս դատավորին եք տեսնում որ միայն իրեն ձեռք տվեց շատ դժգոհ է նախագահը իրենցից դեմոկրատ է տեսնում եք նստածը չեն ծափարում ճիշտ իրեն կողքին ռեփաբլիկանը ծափարում է ասացի հիմա որտեղ նախագահը ռեփաբլիկան է ուրեմն ռեփաբլիկաններն են ծափարում տեսնում եք աջ կողմը եթե մի քիչ հետ գնանք աջ կողմը նայեք ծափարում են ցախ կողմը որ դեմոկրատներ են չեն ծափարում ճիշտ նույնն էր Բայդենի ժամանակ դեմոկրատներին ծափարում ռեփաբլիկանները լուր մնում էին այդտեղ եւ այստեղ դեմոկրատների սենատի ղեկավարն է որ տեսնում եք այդտեղ այս կնոջում որ տեսնում եք իր դուստրին սպանել էին գնահատում է նախագահը իրեն իր դուստրի աշխատանքի համար այստեղ իրեն տեսնում եք Երիկա Քրքին եք տեսնում որ կինն է Չարլի Քրքի որ սպանվել էր այդտեղ կինը այդտեղ էր մեծ գնահատանքով խոսեց իրեն եւ իր կնոջ մասին այդտեղ այս երկու անձնավորությունը տեսնում եք իրենց դուստրը Վաշինգտոնում նախագահը իհարկե զինվորականներին 600 զինվորական National Guard-ին իջեցրել էր Վաշինգտոն եւ ասում է լրիվ ապահով ենք դարձել բայց ինչ որ պատմում է մեկ աֆղանցի գալիս է եւ որը հոգեկան խանգարում ունենում նախապես Ամերիկայի զինվորականներին ծառայել էր Աֆղանստանում նրանք որ ծառայել էին մեծ մասին բերել են Ամերիկա հիմա նախագահ Թրամփ ասում է մնացածին էլ չենք եթե Ամերիկայի համար ծառայեն էլ չենք բերելու
դրա համար մեղադրում է Բայդենին, որ ինչու այդ մարդուն թույլ է տվել գալ Ամերիկա, իրենց այդ դուստրը Վաշինգտոնում National Guard-ի անդամ էր, այդ անձը կրակում է, այս գնահատում է ծնողներին, այսպես տեսնում եք։ Սա մեկ ուրիշ այդ կինը զինվորական մանում է, գլխարկով տեսնում եք զինվորական էր այդ օրը, որ իր վրա նաև կրակեցին, բայց չմահացավ։ Գլուխին նաև կրակեն էին, դրա համար գլխարկեր տրեն մասամ լուրեր, ասում են դեռ լավանում է իր ցախ կողմը իր մայրիկն է, որ նախագահ այս զինվորականին գնահատում է, որպես եկել էր Վաշինգտոն ապահովել դարձնելու համար։ Այնտեղ նաև գնահատեց նախագահը արտգործ նախարարին, այստեղ Ռուբիո տեսնում եք, որ գնում է խաղաղություն է ուզում բերել Ուկրաինայի եւ այլն ուրիշ երկրների, այս Ռուբիոն միաժամանակ 4 դեմոկրատ, 4 ռիփաբլիկանի հանդիպեց, որ սենեթի ղեկավարին ռիփաբլիկան, սենեթի ղեկավար դեմոկրատ եւ ներկայացնի տան խոսնակը ռիփաբլիկան եւ դեմոկրատների ղեկավարը ներկայացնի տան մեջ ինքը Իրանի մասին այս արտգործ նախարարը այսօր բացատրել էր, որ ինչ պիտի լինի։ Գիտեք, Իրանի հետ ասել է նախագահը մինչև 5-շաբթի օր, եթե չաշխատեն հարստացնեն ուրանիումը, իրեն հետ բանակցելու են։ Բայց հետո Իսրայելի ճնշման տակ երկու ուրիշ հարցեր նաև բարձրացավ, որ medium range missile հրթիռները չպիտի ունենա եւ այսպես դժվար կացությունը ստեղծել են, հիմա չգիտենք ինչպես կլինի այդ բանակցությունը, բայց ինքը այսօր ասում էր, որ իրենք աշխատում են, ուզում են, որ համաձայնության կան։ Նախագահ նաև ասում է, որ մենք թույլ չենք տա, որ անօրինականներ գալիս էին այստեղ, բայց driver's license էին ստանում Ամերիկայում, դրանց մեջ նաև Կալիֆոռնիայում, ասում թույլ չենք տալու անօրինականը driver's license ունենա եւ պետք է անգլերեն իմանան, երբ որ ուզում են վարորդական լայսենսը ստանան։ Եվ մի ուրիշ կարևոր հարց, որ բացատրեց նախագահը, սա է, որ հիմա ներկայացնի տան անդամները, սենեթի անդամները տեղյակ են լինում, որ ինչ պիտի կատարվի այս երկրում եւ իրենք գնում են այդ ընկերությունները գնում են փայատերությունը, այսինքն իրենց ստակը գնում են, նախագահը ասում է, որ չպիտի այդպես լինի, այսինքն կոնգրեսի անդամները պետք է օրենք անցկացնեն, որ իրենք չեն կարող փայատեր լինեն այդ ընկերություններում, ինչ որ կառավարությունը մի բան ուզում է որոշի, օրինակ COVID-ի ժամանակ այդպես եղավ, մի խումբ մեծահարուստ դարձան, որտեղ գիտեին, որ հենց սովորական այս ժելը ինչ որ այն ժամանակ քսում էի, որ չհիվանդանաք, ձեռքերի վրա չհիվանդանաք, այդ գործարանը 3 անգամ իր արժեքը բարձրացավ այդ ժամանակ, ուրեմն ներկայացնի տան անդամները, սենեթի անդամները հաճախ այդ գաղտնի ժողովներում են, որ գիտեն ինչ է պատահելու եւ իրենք գնում են այդ գործարանների, ասացի, փայատերն են ելնում։ Ասում է նախագահ նաև ասում է դեմոկրատները ինչու չեն ծափահարում, դուք պետք է ամաչեք, to be ashamed of yourself, այդտեղ ասում են, սովորաբար նախագահները այսպես արտահայտություններ չեն անում։ Եվ նաև առաջացած, որ ընտրության ժամանակ պետք է մարդիկ ID ունենան, հիմա գիտեք գնում եք ընտրատարածք, ձեզանից եթե էլի ընտրության մասնակցել եք, ոչինչ չեն ուզում։ Ասում է պետք է ID ունենան եւ proof, այսինքն որ փաստեն, որ իրենք citizen են այս երկրի, հետո ընտրության մասնակցեն։ Այսպես արտահայտվեց, որ ասում են դեմոկրատները այդ պատճառով է, որ կարողանում են հաղթեն, բայց այս երկրում քիչ է պատահել, որ այսինքն միշտ խախտում լինում է, անօրինականը կարող է գնալ, մեկը չպիտի ընտրության մասնակցի գնում է, բայց այդպես տարածված չի, բայց ամենայն դեպս մի բան է առաջարկում, որ ավել ապահով դարձնի, դեմոկրատները դրան դեմ են, որովհետև դեմոկրատների կողմնակիցները ավել չքավոր են, ավել կրթությամբ, ավել քիչ կրթված անձնավորություններ ունեն եւ
չգիտեն իրենց, այսինքն ամերիկացի են, այստեղ ծնվել են, չգիտեն իրենց դոկումենտը որտեղ է, եւ դա է որ իրենց համար ավելի դժվար կլինի ընտրության մասնակցեն։ Ես կարճ դադար պիտի վերադառնամ, շարունակեմ այս նյութը jackpot-ն է ովանավորուն ծրագիրը, jackpot-ը գտնվում է Pacific փողոցի վրա, այս կոշիկները ինչ որ տեսնում եք այստեղ, զույգը $10 է, խիստ իջեցրած է գինը, որ դուք կարողանաք բոլորը, այսինքն մի զույգ կոնը կնեք։ Անաշե գիֆտն է ովանավորուն ծրագիրը եւ ձեզ է առաջարկում անաշե գիֆտը այս մեքենան, որ միս կանաչ ինչ որ պետք է դտում եւ այլն մանրացնելու է, ճաշ պատրաստելու համար ձեզ հեշտացնելու է։ Անաշե գիֆտ գտնվում է 1937 West Glen-Oaks փողոց է գտնվում, կվերադառնա։ Նախագահ Թրամփի հրամանով երկու ռազմանավ, մեկը որը Ջերալդ Ֆորդ ռազմանավն է, ամենաարդիական, ամենամեծ ռազմանավն է, գտնվում է Իսրայելի սահմանի մոտ, որ թվում է Իրանի հետ երևի մտահոգ եմ որ պատերազմը սկսվելու։ 2003 թվից մինչև հիմա այսքան զինվորական միտեղ չի եղել ամերիկացի զինվորներ։ Այդ ժամանակ 2003 թվին ասում էին որ Սադամ Հուսեյնը ատոմական ռումբեր ունի եւ այլն, որ բնավ այդպես չէր, միայն այդ առիթը ստեղծեցին որ արձակվեն Իրաքի վրա, իսկ մյուս ռազմանավը Էբրահամ Լինքոլն ռազմանավը նաեւ Օմանի մոտ ծովի մոտ օվկիանոսում պատրաստ է որ եթե հարկավոր լինի Իրանի վրա արձակումը կատարվի։ Ամեն այս մեծ ռազմանավերը իրենց նաև ընկերակցում են 3-ից 5 ուրիշ ռազմանավեր ավել փոքր։ Ամեն Էբրահամ Լինքոլնը եւ նաև Ջերալդ Ֆորդ ռազմանավերը, որ երկու ամենամեծ ռազմանավերն են Ամերիկայի, որ հիմա այդ Իրանին շատ մոտ տարածքներում են, որ եթե պատերազմ է սկսում արձակվեն Իրանի վրա, ամեն մեկը 5800 զինվորականներ այդտեղ կան։ Եվ հիմա տեսնենք ուր այս 5 շաբթի օրը շատ օր հասական օր է լինելու, որ արդյոք Իրանի հետ մի տեսակ համաձայնության կգան, թե ոչ։ Ծրագիրը եկավ իր ավարտին, ձեզ կհանդիպեմ վաղը, մի շնորհանդիպում։